Արգելի լրագրողներ, պատվիրակությունների անդամներ, կսկսենք խոսքը տալով Էստոնիայի և Հայաստանի վարչապետներին, կլինի թարգմանություն։ Խոսքը տալիս ենք Էստոնիայի վարչապետին։ Ողջույն բոլորին, հուսով եմ, խոսափողս աշխատում է։ Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ և ձեր պատվիրակությանը Թալինում։ Ես հուսով եմ, և նաև Էստոնիայի ժողովուրդը հուսով են, որ դուք ձեզ հետ բերել եք հայկական գարնանային ջերմությունը։ Շնորհակալություն այն երկխոսության համար, որը կարող է նկարագրվել որպես ջերմ երկխոսություն։ Ես անհամբերությամբ սպասում եմ դրա շարունակությունը ընթրիքի ժամանակ։ Համագործակցությունը մեր երկրների միջև խորանում է։ Ես դա ողջունում եմ։ Ավելի սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի հստակ առաջնահերթությունները մեզ հեռուն կտանեն։ Անցած տարվա դեկտեմբերին Էստոնիայում մենք հասանք մի կետի, երբ որ մեր բոլոր հանրային ծառայությունները հիմա 100%-ով թվայնացված են։ Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատենք, որպեսզի նվազեցնենք բյուրոկրատական քաշքշուկները։ Մեզ համար մեծ պատիվ է, որ Էստոնիայի փորձը օգնում է ձևավորել Հայաստանի դեպի ապագան ուղղված թվային պետությունը։ Օրինակ, էստոնական Proud Engineers ընկերությունը աջակցում է, որպեսզի մի նախագիծ իրականացվի, ըստ որի Հայաստանի հարկային իշխանությունների և բանկերի միջև տվյալների փոխանակումը տեղի կունենա։ Մենք համագործակցում ենք նաև կրթության ոլորտում։ Համագործակցում ենք ուսուցիչների վերապատրաստման և կրթական նորարարությունների ուղղությամբ։ Էստոնիան սկսել է մի նախաձեռնություն, ըստ որի պետք է դպրոց բերենք արհեստական բանականությունը, որպեսզի ավելի լավ պատրաստենք մեր երիտասարդությանը ավելի արագ փոխվող աշխատաշուկային։ Էստոնիայի զարգացման համագործակցության կենտրոնը օգնում է նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Մենք պատրաստ ենք կիսվել մեր բիզնես դիվանագիտության փորձով։ Մեր մասնավոր սեկտորը արդեն իսկ օգնում է Հայաստանի ՓՄԾ-ներին, որպեսզի բավականին լավարկի նրանց արտահանման կարողությունները։ Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում։ Դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ Եվրոպայի միության հետ։ Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում։ Ես ձեզ խրախուսում եմ, որ բարեփոխումները շոշափելի օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդի համար։ Սա է վկայում մեր փորձը 20 տարի առաջ։ Մենք ակտիվորեն նաև աջակցել ենք դեպի Հայաստան Եվրամիության աջակցության մեխանիզմների ընդլայնմանը, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, ինչպես նաև հուսով ենք առաջխաղացում նկատենք նոր գործընկերության օրակարգի շուրջ։ Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր է Էստոնիայի և Եվրամիության համար, և ես ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել, և այդ հարցում, պարոն վարչապետ, ձեր մասնակցությունը շատ կարևոր է եղել։ Հուսով եմ, որ շուտով պայմանագիրը կստորագրվի։ Եվ վերջում մենք բոլորս պետք է ջանանք էլ ավելի աջակցենք Ուկրաինային, որովհետև Ռուսաստանի կործանարար հարձակումները ցույց են տալիս, որ մենք պետք է ավելի լավ, ավելի վճռական աջակցենք Ուկրաինային և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Շնորհակալություն։